Կոնտակտային տվյալները Pipedrive-ում հավաքագրվում են լիդեր և դիլեր ստեղծելու ժամանակ, երբ ավելացնում եք կոնտակտային անձի տվյալները։ Ձախ հատվածում, սեղմելով «Կոնտակտներ» կոճակի վրա, բացված պատուհանում կտեսնենք համակարգում առկա բոլոր կոնտակտները։ Ձախ հատվածում People կոճակի վրա սեղմելով կարող ենք տեսնել անձանց կոնտակտային տվյալները՝ անուն, հեռախոսահամար, էլ.հասցե։ Աջ անկյունում կարող ենք տեսնել ամբողջ անձանց տվյալների թվաքանակը։ Սեղմելով Everyone կոճակի վրա, Owners հատվածից կարող ենք ֆիլտրել և գտնել կոնկրետ աշխատակցի կողմից ավելացված անձանց կոնտակտները։ Նաև կարող ենք այս հատվածից կատարել ֆիլտրացիա առանձնացնելու և գտնելու համար հստակ հատկանիշներով անձանց տվյալները։ Նոր անձի տվյալներ կարող ենք ավելացնել սեղմելով Plus People կոնտակտի վրա, լրացնել դաշտերը և սեղմել Save կոճակի վրա։ Ձախ հատվածից կարող ենք նաև առանձին տեսնել ընկերության տվյալները, որոնք արդեն ավելացրել ենք համակարգ։ Այստեղ նորից երևում է ընկերությանը պատկանող ինֆորմացիան՝ անուն, հասցե, հեռախոսահամար։ People սյունյակում կարող ենք տեսնել, թե ընկերության կողմից քանի կոնտակտային տվյալներ ունենք ավելացված մեր բազայում։ Ընկերությունների հատվածում կարող ենք նույնպես կատարել ֆիլտրացիա և ավելացնել նոր ընկերություն՝ սեղմելով Organization կոճակի վրա։ Contacts Timeline-ը կոնտակտների ժամանակացույցն է ժամանակի ընթացքում ձեր կոնտակտների հետ կապված գործողությունները տեսնելու համար։ Սա գործիք է հասկանալու համար, թե երբ և ինչ հաճախականությամբ է կատարվում գործողություններ հաճախորդների հետ։ Սեղմելով աջ հատվածում Plus կոճակի վրա կարող ենք ավելացնել կոնտակտին վերաբերվող գործողություն։ Այստեղ նույնպես կարող ենք կիրառել ֆիլտր և տեսնել կոնկրետ ժամանակահատվածի գործողությունները։ Կոնտակտների հետ գործողությունների հաճախականությանը հետևելու համար կարող ենք սեղմել մատիտի կոճակի վրա։ Միացնելով գործիքը կարող ենք ընտրել և սահմանել, թե որքան հաճախականությամբ պետք է կատարվեն թարմացումները և գործողությունները։ Հաճախականությունը սահմանելուց հետո այն կոնտակտները, ում հետ այդ ժամանակահատվածում գործողություններ չեն կատարվել, կկարմրեն։ Contacts Timeline-ի միջոցով հնարավոր է ուղարկել նամակներ, անհրաժեշտ է ընտրել մի քանի կոնտակտներ և սեղմել Send Group Email կոճակի վրա։ Բացված պատուհանում կարող ենք գրել նամակը և ուղարկել միաժամանակ բոլորին։